որտեղ ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին եւ հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետեւ նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ եւ համոզված եմ, որ ժամանակի ընթացած տեղեկատվությունը հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա եւ ես կարծում եմ, որ իրոք շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ եւս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնի ձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա